Այդ Վարոյի գործով փաստաբանն է զանգում։ Ալո։ Հայկ ջան, ողջույն։ Բարև։ Ես էլ պիտի քեզ զանգեի արդեն։ Այդ դատաբժշկական փորձաքննությունը արդեն երկրորդ անգամ է կրկնվում։ Այդ ինչ թեմա է։ Հենց դրա համար էլ զանգել եմ Հայկ։ Բայց դա հեռախոսային խոսակցություն չի, պիտի հանդիպենք։ Կգաք մեր օֆիս։ Հա, եթե պետք է հենց հիմա էլ կգամ։ Շատ լավ։ Ուրեմն սպասում եմ։ Լավ։ Նորություն կա։ Հա, կա, բայց ասում եմ հեռախոսային խոսակցություն չի։ Դե արի գնանք։ Ես կգամ հետդ։ Չէ, պետք չի դու իմ հետ գաս, արի քեզ կտանեմ տուն, հետո ես էլ կգամ տուն։ Լավ, արի։ Մամա, Սոնայի հետ շատ կոպիտ ես, տենց չի կարելի։ Եթե սկզբից տենց լիներ, կհասկանայի։ Բայց սկզբից շատ լավ ընդունել ես, ջերմ վերաբերմունք ես ցույց տվել, էդ ինչը հանկարծ փոխվեց։ Փառք Աստծո նկատել ես, որ սկզբում Սոնայի հետ շատ ջերմ եմ եղել։ Այդ թե ինչի այն վերաբերմունքը փոխվել, ասեմ։ Դա իր արարքների հետևանքն է։ Չեմ հասկանում, այդ աղջիկը ինչ է արել քեզ։ Վայ, ինչ է արել։ Ուղղակի դուք չեք նկատում այն, ինչ որ ես եմ նկատում։ Արի սրանով թեման փակենք։ Դու հացդ կեր, ես էլ գնամ գործերս անեմ։ Այնքան արդու կա հավաքվել, էր դու սուս։ Այս տան գործերը մենակ ին վրա է։ Այստեղ ես Նարե ջան։ Ինձ թվաց քո սենյակում կլինես։ Թե չէիր գաչա։ Չհասկացա։ Դե այնց տպավորությունը, որ խուսափում ես, ամեն ինչ անում ես, որ չհանդիպենք։ Իմացար ամուսնանում եմ։ Չեկար, որ երկուսով խոսենք, քննարկենք։ Իմացել ես հիվանդ եմ։ Մի անգամ չբարձրացար իմ սենյակ տեսնես, ոնց եմ, ինչի կարիք ունեմ։ Լսել ես այդ հարսանիքի մասին, նենց ես ուրախացել, տպավորությունը ինչ-որ ծանր բեռից ես ազատվում։ Կամ էլ երևի ես եմ սխալ հասկացել։ Ոնց որ տրամադրությունը դետքան էլ լավ չի, հա։ Չէ։ Ուղղակի դու ինձ ուրիշ վերաբերմունքի ես սովորացրել։ Ու հիմա իմ համար շատ տարօրինակ է այս քո սառնությունը ու անտարբերությունը։ Նարեմ, միգուցե դու ես արժանացել այդ վերաբերմունքին։ Ես շատ բան չեմ խոսում, չեմ ասում, բայց ամեն ինչից տեղյակ եմ։ Միգուցե մարդու վերաբերմունքը դիմացինի հանդեպ հենց այնպես չի փոխվում։ Չգիտեմ։ Ամեն դեպքում իմ վերաբերմունքը քո հանդեպ երբեք չի փոխվել, ինչ էլ որ իմացել եմ ու ինչ էլ որ դու արել ես իմ հանդեպ։ Բայց երևի ես եմ սխալ, որ մինչև հիմա քեզանից աջակցություն եմ սպասում։ Երևի սխալի իմ մեջ եմ։
Հալո։ Բարև Հայկ, Բարև։ ո՞նց ես։ Լավ եմ, դու ո՞նց ես։ Ես լավ եմ, բայց Հայկ Նարեն լավ չի։ Նարեն չի ուզում ամուսնանա Արմոյի հետ։ Դու չես կարա պատկերացնես, թե ինչեր ա կատարվել ու ինչեր ա դեռ կատարվում։ Խնդրում եմ, մի բան մտածի, մի բան արա ու Նարեին էստեղից տար, ինքը շատ ա ուզում քո հետ լինի։ Ուղղակի հասկանում ա, որ դու իրան չես ների։ Հայկ Նարենն ինչ քեզ ասել ա, հատուկ ա ասել, որ նեղացնի, որ հեռու մնաս իրանից, բայց ինքը դրա համար լուրջ պատճառներ ա ունեցել։ Ու եթե դու իրեն հնարավորություն տաս, ինքը քեզ ամեն ինչ կբացատրի։ Նարեն հիմա շատ վատ վիճակում ա ու Արմոնն այնց բաներ ա անում, որ Սոնա, ինձ Նարեի մասին ոչ մի բան հետաքրքիր չի։ Իմ ու քո ժամանակը անիմաստ մի ծախսի։ Հայկ, դու հիմա նեղացած ես, դրա համար ես այդպես ասում։ Ես հո երեխա չեմ, որ նեղանամ։ Ասում այդ աղջիկա հետ կապված ոչ մի բան ինձ չի հետաքրքրում։ Վատ ա իրան զգում դիմեք մասնագետի։ Ինձ զանգել ես, որ ես ինչ անեմ։ Եթե ավելի կարևոր բան չունես ասելու, ես այդքան ժամանակ չունեմ։ Անջատում եմ։ Բայց չեմ հավատում, որ Հայկի հետ էի խոսում։ Ոնց ես։ Լավ եմ։ Ես ինչի ես էլի սենյակում փակվել։ Նորմալ է ամեն ինչ։ Ուղղակի ննջարանն էի հավաքում, որ դուրս գայի։ Սոնից թեյ կտաս խմեմ։ Մի քիչ ոնց որ մրսած լինեմ։ Հիմա։ Համեցեք։ Ասեցիք ինչ որ նորություններ կան, հա։ Այդ դատաբժշկականի պատասխանն եկել է։ Պատասխաններն եկել են այո։ Հայկ։ Վարույդին մեկի փոխարեն երկու անգամ ենք ուղարկել դատաբժշկական փորձաքննության։ Դե մահվան հանգամանքների հետ կապված որոշակի անհամաձայնություններ կային։ Այսինքն Փորձեմ ավելի պարզ բացատրել։ Տեսեք, Վարուի դին գտել է կախված։ Առաջին հայացքից դա սովորական հերթական ինքնասպանություն է։ Բայց փորձաքննության ժամանակ գլխի հատվածում վնասվածք են հայտնաբերել եւ մարմնի վրա էլ կապտուկներ կան, բայց բռնության հետքերը բացակայում են։ Այդ բացակայում են այդ դեպքում ինչ են։ Տեսեք, Վարուի մահվան ժամը եւ կախվելու ժամանակահատվածը չեն համապատասխանում իրար։ Ոնց հասկանում եմ, Վարոն վիճել է ինչ-որ մարդկանց հետ ու անզգուշության հետևանքով ընկել եւ վնասել գլուխը։ Դե այդ մարդիկ էլ ավելորդ խնդիրներից խուսափելու համար կախել են Վարուի դին ու ներկայացրել որպես ինքնասպանություն։ Եվ իսկ այդ կապտուկներն էլ դիակը կախելու ժամանակ սեղմելու արդյունքն են։ Այդ ինչ կռիվ ա եղել, ում հետ ա կռվել։ Գործը դեռ ընթացքի մեջ է։ Ես դեռ ոչինչ չեմ կարող ասել ձեզ։ Նա ինչ լավն է։ Հելեն սիրուն է։ Սարքած բաներ են ինչ ասի։ Բայց շատ սիրուն է, նայ։ Հələ։ Ինչ ես ուզում ասես։ Տենց ես ուզում անես։ Էս ինչ լավ գործի եք։ Ոնց եք։ Ինձ էլ թեյ կտաս Սոնա ջան։ Հիմա։
Հա։ Ինչ կա օֆիսում։ Գնացել ես։ Չէ։ Ու ոնց հասկանում եմ, դու էլ չես գնացել։ Չէ, ես էլ չեմ գնացել։ Արմոն ամեն ինչ անում է, որ իմ կարիքը օֆիսում չլինի։ Իսկ կարող է նենց ստացվի, որ այդ օֆիսում էլ ընդհանրապես քո կարիքը չլինի։ Ակնարկը չեմ հասկանում։ Դու գիտես, որ իմ համար միշտ էլ հանելուկ ա եղել քո ու Արմոյի աշխատանքային հարաբերությունները։ Ու չեմ հասկանում, թե դու ոնց ես այդքան լուրջ ու կարևոր գործերը Արմոյին վստահում։ Բա ում վստահեմ քեզ։ Քեզ վստահեմ վրամ, որ ոչ օֆիս ես գնում, ոչ գործին ես դեր կանգնում։ Իսկ Արմոն հիվանդ լինի, տկար լինի, կաղ լինի, քոր լինի գնում ա գործի, պարտաճանաչ։ Հիմա ում վստահեմ, ասա։ Դե ինչ ասեմ, ապրի Արմոն։ Շնորհակալ եմ, Սոնյա ջան։ Սոն, պապան քեզ բան ասեց։ Խնդրեմ, անուշ լինի։ Վրամ, ինչի համար ես խոսում այդպես Սոնայի հետ։ Սոնան իմ աղջիկն է, շատ հնարավոր է, որ տրամադրություն չունի։ Մարդա ում հետ չի լինում։ Չգիտեմ, այդպես խոսում ես ինձ դուր չի գալիս։ Իհարկե հիմա հայրդ գրկաբաց կընդունի Սոնային, բայց հիմա, որպեսզի դուք անվերապահորեն իրեն վստահեք ու չզգուշանաք։ Հիմա Սոնայի շատ լավ կվերաբերվի, կպաշտպանի, թևեր կտա, բայց երբ ճիշտ պահը գա իրեն հարմար, հաստատ չի խնայի։ Ամեն դեպքում կնոջդ հետ այդպես չի կարելի խոսել։ Սոնային ինձնից պաշտպանելու կարիք չկա, պապա։ Ամեն դեպքում ճիշտ չես վարվում, վրամ։ Դուք էլ շատ տեղեր ճիշտ չեք վարվում, պապա։ Բայց ես ձեն չեմ հանում։ Դեռ։ Ինձ կներեք, ես գնամ։ Օհո։ Փաստորեն մենք ճիշտ ենք էլ, ես սպանությունը։ Ուղղակի ես չեմ հասկանում ինչի փաստաբանը ոչ մի կոնկրետ բան չի ասում այդ թեմայով։ Սպասի, դու ասում էիր, որ դրսից են, չէ՞ ուղարկում այդ նամակները Բերդ։ Հա, Դե եթե մեկը մյուսի հետ կապենք, դուրս է գալիս, որ Վարոն պարտկա ունեցել։ Այդ պարտկա տերերն էլ մարդկանց են ունեցել Բերդում, որ Վարոին չնշեն։ Իսկ դու ինչի՞ց ես համոզված, որ Վարոն պարտք չունեցել ներսը։ հաստատ չի ունեցել քերի։ Վարոյի գլխին սարքել են։ Եթե մեղք ունենար Վարոն, հաստատ այդ խաչիկին նենց չէին անի, որ վախենար խոսար ու չխառնվեր այս թեմաներին։ Բայց ինձ թվում է չեն ուզել սպանեն։ Ուղղակի ուզել են աչքը վախացնեն։ Իրենք էլ չեն պատկերացրել, որ սենց է վերջանալու։ Ես ուզում եմ հասկանամ դրսի այն մարդը ով է, որ Վարոյին նամակ ա ուղարկել։ Ու ինչ ուզում եք ասեք։ Ես վստահ եմ, որ Վարոյին իմ պատճառով են նեղել։ Ու այդ ամեն ինչը իմ դեմ ա ուղղված եղել։
Դու Վարոյի սպանության լուրը իմացար այն ժամանակ, երբ որ դու ու Նարեն փախել էիք։ Ու հենց այդ ժամանակ Նարեն անհետացավ։ Քեր ինչ ես ուզում ասես, որ Ադամյաններն են ուզել Հայկին դաստան Նարեին փախցնելու համար։ Կամ Ադամյաններն են, Կամ էլ Արմոն։ կամ էլ Արմոն։ Քեզնից շատ եմ կարոտել։ Երանի իմանայիր ինչքան եմ քեզ կարոտել։ Մամ, ես չեմ հասկանում, ինչի եք միջև հիմա այդտեղ։ Գնում եմ օդանավակայան, որ ձեզ դիմավորեմ, բայց դուք չկաք։ Սենց ես գալիս տղուտ հարսանիքին։ Տղես, ես ամեն ինչ մի կողմ դրած պատրաստվում էի գալ, բայց հորդ գիտես, ինքը չի ընդունում, որ դու ընտրել ես Ադամյանների աղջկան ու չի պատրաստվում գալ եւ չի էլ ընդունելու։ Հələ պապային տուր հեռախոսը։ Ասա Արմոն։ Պապ ջան, սենց ոնց կլինի ախր։ Բա ոնց կլինի են, որ դու Սակոյի աղջկա հետ ես ամուսնանում։ Դու չգիտես ովքեր են դրանք։ Չգիտես, որ մենք դրանց պատճառով ենք մեր տնից ու տեղից կտրվել ընկել օտար հողերը։ Արմո այս աշխարհում ուրիշ աղջիկ չկար, որ դու պիտի հենց գնայր ու Սակոյի աղջկան ընտրեիր։ Պապ, ես Նարեին սիրում եմ ու միշտ էլ Նարեին եմ սիրել։ Ես ոչ մի բան չեմ մոռացել։ Ես չեմ մոռացել ոնց ասակոն մեր ամեն ինչը խլել մեր ձեռքից։ Ես քեզ խոսք եմ տալիս, ես ամեն ինչ հետ եմ բերելու։ Խնդրում եմ քեզ մի քիչ ինձ վստահի։ Ինձ ոչ դրա փողերն են պետք, ոչ դրանից ուրիշ մի բան։ Երբեք չհավատաս, որ ես կգնամ Ադամյան Սակոյի տուն, ուր մնաց հետն մի հատ սեղան կնստեմ։ Պապա, ես իմ վերջի խոսքը ասեցի տղա ջան, վերջ։ Ես իմ օրդությունը չեմ տալիս, եթե դու ինձ Սակոյի աղջկա հետ ես ամուսնանալու։ Այսինքն հնարավոր է, որ Նարեն իմացել է։ Դրա համար է այդ օրը գնացել է Արմոյի հետ։ Դու ինչ ես մտածում։ Հիմա ինձ Նարեն ամենակիչն է հետաքրքրում։ Ու պարզ է դառնում քիչ-քիչ։ Թե Արմոն ու Նարեն ինչի համար են իրար հետ գնացել։ Ու ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Այսինքն Արմոն վախեցրել է Նարեին, ինչ-որ բաներ է ստիպել։ Թքած թե Արմոն ինչա ստիպել Նարեին։ Մենք հիմա ավելի կարևոր հարցեր ունենք բարձելու, ու այդ հեչ մեր գործը չի, թե Արմոն ինչա ստիպել Նարեին։ Ու մենք ոնց որ գտնում ենք մեր հարցերի ճիշտ պատասխանի ճանապարհը։ Ամեն դեպքում պետք է վստահ լինենք, որ այդ լակոտն արել։ Նոր մեր արածը անենք։
Այ, նարե։ Ամբողջ գիշեր սենց մեջ կված քնել։ Ախ, սիրտս կանգնեց, նարե։ Մամա, ինչ ես անում։ Ուզում էի այդ թղթերը վերցնել ու ծածկի քեզ։ Ոյ ոնց վախեցա։ Բարի լույս, անակնկալ իմ սիրելի Նարեին։ Բարի լույս, Արմեն։ Էս քեզ, որ շուտ լավ անաս։ Շնորհակալ եմ։ Նարե ջան, այ, ինչքան թղթեր կան, ստան պետքական։ Ահա, էստե, այսել ես թուղթը, այս բաժակներ վերցնեմ։ Ահա, դա ես գնամ, որ ձեզ չխանգարեմ։ Եթե ինչ-որ մի բան պետք լինի, ինձ կասես, լավ։ Սոն։ Հավանեցիր ծաղիկները։ Հավանեցի։ Արձագանքդ ինձ դուր չեկավ, Նարը։ Չեմ հասկանում, ես հիմա պիտի ամեն շարժումս քո հետ համաձայնեցնեմ։ Ես էլ սենց եմ, ինչ անեմ։ Պիտի համաձայնեցնես, բա ինչ պիտի անես։ Պիտի ամեն ինչ նենց անես, որ ինձ դուր գա։ Չես պատկերացնի ոնց եմ հոգնել ես այս ամեն ինչից։ Դու արդեն սկսում ես ինձ ջղայնացնել, Նարե ջան։ Մամ ջան, բարի լույս։ Բարի լույս տայս։ Բան է եղել, մամ։ Ինչ։ Չէ, ինչ պետք է եղած լիներ։ Արմոն ա եկել։ Իբր բան ասացիր դու էլ։ Արմոն միշտ էլ ստեղ է։ Մի թույլ բերան, որ ասես, կարող է գիշերն էլ տուն չգնա։ Նարեին ընջարանում է։ Դե ապագա կինն է, ուզում էր գնար Նարեի մոտ։ Ուզում ես դու էլ գնա։ Մամ, մի տեսակ լարված ես։ Չէ, լարված չեմ, ընդհանրապես։ Չես գնում Նարեի մոտ։
Արմեն, խնդրում եմ, կլինի գնաս, ես ինձ իսկապես վատ եմ զգում։ Սխալ խնդրանք էր։ Երկրորդ անգամ այս խնդրանքը շատ ծանր հետևանքներ է ունենալ։ Ես բան եմ մտածել։ Արդեն վախենում եմ հարցնեմ ինչ։ Եթե իմ ուզած ժամանակահատվածում չեղավ մեր ամուսնությունը, ես որոշել եմ, որ ուղղակի կտեղափոխվենք մեր տուն։ Ասա, որ լավ բան եմ մտածել։ Վստահ եմ, այդ մեզ չի խանգարի։ Կապ չունի, որ դու հիվանդ ես։ Ես ամեն օր ավելի անհամբեր եմ դառնում նարը։ Քնում ու արթնանում եմ այն մտքով, որ դու իմ հետ ես։ Իմ տանն ես։ Ու պատասխան ես տալիս սխալ արածներիդ համար։ Մենակ այդ մտքից ես ինձ շատ լավ եմ զգում ու ժամերն եմ հաշվում։ Այն ոնց ես դու ինձանից խնդրում, որ քեզ ներեմ, աղաչում ես, որ ներեմ։ Դու իմ Նարեն ես, մենակ իմը, ու դու ամեն ինչ անելու ես, որ ինձ դուր գաս։ Ինձ դուր գալը քո սուրբ պարտականությունն է լինել։ Դու խելագար ես։ Հա, խելագարը։ Այս ամուսնությունը քո տանջանքն է լինելու ու իմ երջանկություն։ Նորմալ չի, որ ես քեզ չեմ կարողանում մոռանալ ու ոչ էլ ուզում եմ։ Արմո։ Միկո, այսօր ուզում եմ գնամ Սոնայից տուն։ Չէ։ Ոնց չէ։ Մի քանի օր առաջ դու էիր ասում գնամ տեսնեմ ոնց է, ինչ նորություններ կա, բան չի պատահել։ Լիլիթ, այդ պայտակ բան եմ ասել։ Ես չեմ ուզում, որ դու այդ մարդկանց հետ գործ ունենաս։ Այդ մարդկանցից մեկը քո քույրն է, Սոնան է, ու որի համար դու պատրաստ ես աշխարհում ամեն բան անել։ Էլ պատրաստ չեմ ոչ մի բան անելու։ Սոնան կայացրել է իր որոշումը։ Ու եթե ինքը մեր օգնության կարիք ունենա, հաստատ մեր համարները չի մոռացել։ Կզանգի։ Ամել ինքը անճար աղջիկ չի։ Ինքը հաստատ իր գլխի ճարը կտեսնի։ Բայց ոնց հասկանում եմ, ինքը հանգիստ ապրում է իր ընտրության հետ։ Չգիտեմ, ես չեմ հասկանում քեզ, բայց իմացի, որ Սոնան հաստատ խնդիրներ ունի։ Դու չես տեսել ինքը ինչ ձև էր, մեր իմացած Սոնայից ոչ մի բան չի մնացել։ Հաստատ որ տեսնես չես ճանաչի։ Ու ինքը հաստատ եթե խնդիրներ էլ ունենա, ոչ զանգելու է, ոչ էլ դիմելու է, որովհետև հաստատ մտածելու է, որ երես եք թեքել իրանից։ Ունես չի, այդպես չի։ Հաստատ համոզված եմ, որ ինքը զանգել, դժվար դու պատասխանես։ Մենակ է մնացել իր խնդիրների հետ, այն պարագայում, որ մենք պետք է իր կողքին լինեինք։ Այսինքն, էլի մենք մեղավոր դուրս եկանք։ Լիլիթ իրանով էր խնդրում մեզ բոլորիս խաբեր ու փախներ։ Սիրահարված աղջիկ ա եղել, նորմալ է։ Ու հաստատ համոզված եմ ինքը մտածել է, որ եթե անգամ սխալանի հետ գա, մենք իրան պարտավորեինք ընդունեինք։ Ոչ թե իրես թեքեինք։ Ու ասեմ քեզ, եթե դու փոշմանել ես, չես ուզում օգնես, ես միշտ իր կողքին եմ լինելու։ Լիլիթ, ուզում ես ասես, որ իմ ասածը քո համար բան չի նշանակում։ Իհարկե նշանակում է, բայց Սոնան իմ ընկերուհին է։ Ես իրան քրոջ պես եմ ընդունում։ Ես չեմ կարող իրան չօգնեմ։ Ինչքան էլ ուզում ես նեղանաս։ Բան ասեցի, Լիլիթ։ Ստեղ հարցը Սոնան չի, բա Ադամյանները։ Դու ուղղակի այդ Ադամյաններին լավ չես ճանաչում։ Լիլիթ, ես չեմ ուզում, որ իմ ընկերուհին այդ տուն մուտք ու ելք ունենա։ Ուզում ես տեսնես Սոնային, դուրսը տես։ Հա, բայց հարցը նրանում է, որ Սոնան դուրս չի գալիս։ Լիլիթ, ես իմ ասելիքը ասեցի։ Ամեն ինչ նորմալ է, Նարե։ Իսկ ինչը պիտի նորմալ չլինի վռամ։
Ապեր ես Նարեին հարց տվեցի, չէ՞։ Իսկ դու Նարեն չես։ Նարե աղբերդ քեզ հարց է տալիս, պատասխանի։ Հա, նորմալ է ամեն ինչ։ Դու լավ ես, Նարե։ Հա, չէ, այսինքն մի քիչ թույլ եմ ուզում պարկեմ։ Արի իջնենք ներքև Արմո։ Չեմ հասկանում, ես իրավունք չունեմ իմ ապագա կնոջ հետ մենակ մնալու։ Պիտի հատուկ հսկողության տակ լինեմ։ Ինչքան մենակ մնացիր հերիք է։ Նարեն լավ չի, ուզում է պարկի հանգստանա։ Դու քեզ իմ հանդեպ սխալ ես պահում վրան։ Ոչինչ, կդիմանաս Արմո։ Ես կատակ չեմ անում։ Հիմա ինչ անեմ, պիտի նեղվեմ, հա, որ կատակ չես անում այդ տղա։ Նենց չի, որ ես քեզ չեմ կարա համարժեք պատասխան տամ։ Դեռ զսպում եմ ինձ։ Որովհետև ընկերս ես։ Որովհետև մի ընտանիք դառնալու ճանապարհին ենք։ Բայց ոնց հասկանում եմ, այդ ամեն ինչը քո համար ոչինչ չի նշանակում։ Դու լավ գիտես, ես ոնց եմ վերաբերվում այդ քո ասած մի ընտանիք դառնալուն Արմո։ Ոչ վախենում եմ, ոչ էլ իմաստ եմ գտնում խաբելու։ Իմ համար այդ ձեր անիմաստ հարսանիքը, ձեր հարս ու փեսա կարգավիճակը շատ տհաճ են ու շատ կեղծ են։ Իմ քուրը քեզ կյանքում չի սիրել ու չի էլ սիրելու, դու այդ լավ գիտես։ Նենց չի, որ ես էլ ոչ մի բան չեմ հասկանում։ Ու այդ ինչ ես հասկանում։ Մի քիչ համբերի կտենաս ինչ եմ հասկանում Արմո։ Ու եթե հանկարծ պարզվի այն, ինչը որ ես եմ կասկածում, լիքը մարդկանց համար շատ վատ ա լինելու։ Ու ասեմ իմացի, այդ մարդկանց մեջ առաջին տեղում դու ես։ Ինչ ուզում ես պարզի ու ինչ ուզում ես արա։ Մեկը ես Նարեից չեմ հրաժարվելու։ Դու ընդունես թե չէ։ Մեկը դրանից ոչ մի բան չի փոխվելու։ Քո կարծիքը ոչ մի բան չի նշանակում այս հարցում։ Այս անգամ ոչ դու, ոչ էլ ուրիշ մեկը մեզ չի խանգարելու։ Ինչ ասել ես գլուխս կախարել եմ։ Մեծ աղբոր տեղ եմ քեզ ընդունել, բայց հիմա ամեն ինչ ուրիշ է վրան։ Ու այս այն հարցը չի, որ դու խառնվես։ Կապ չունի, որ հարցը քրոջդ է վերաբերվում։ Ես չեմ հիշում, որ այսքան ժամանակ դու այսքան ռիսկով լինեիր Արմո։ Շատ վստահ ես ոնց որ ուժերիդ վրա, թե ինչ որ մի բան կա, որ ես չգիտեմ։ Հա, դու տենց մտածի, որ ինչ որ բան կա ու դու չգիտես, ոչ էլ կիմանաս։ Սպասի Արմո։ Ինչ էիր ասում այդ տղա, նորից ասա։ Ինչ էիր Հանգստացի քո տան մեջ ես։ Թողեր ասում եմ, ինչ էիր ասում, նորից ասա։ Վրամ։ Բաց թող։ Ինչի։ Վտանգավոր է Արմոն պապա, պիտի զգուշանանք, հա։ Ինչ ես խոսում այդ տղա։ Բաց եմ թողել։ Նորմալ է Արմո ջան։ Քեզով ոչ մի բան չեղավ ախպերս։ Ամեն ինչ լավ է։ Դե մենք ով ենք Արմո ջան, քեզ ոչ մի բան չլինի, չէ պապա ջան։ Ինչ ես խոսում վրամ։ Այն ինչ խոսում եմ, ես շատ լավ հասկանում եմ պապա։